Ողջույն Civilnet-ի հարգելի դիտողներ, առաջիկա րոպեներին զրուցելու ենք Հայաստանում լսողության խնդիրներ ունեցող անձանց զբաղվածության եւ աշխատանքային իրավունքների մասին։ Իմ զրուցակիցն է Հայաստանի խուլերի միավորում հասարակական կազմակերպության համակարգող Արևիկ Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, Արևիկ։ Բարև ձեզ, շնորհակալություն շատ հրավերի համար։ Վերջին տվյալներով, եթե իհարկե սխալ չեն իմ տվյալները, Հայաստանում լսողության խնդիրներ ունեցող 3000-ից ավելի մարդ կա եւ կուզեի նախ մի փոքր ներկայացնեք, թե նրանցից քանի տոկոսն է, որ աշխատանքի կարիք ունի արդեն, այսինքն 18-ից բարձր է կամ աշխատելու իրավունք ունի եւ քանիսն է, որ կարողանում են այդ իրավունքը իրացնել։ Պարտադիր չէ հենց հստակ թվերով, բայց պատկերը ընդհանուր փորձենք հասկանալ։ Ուրեմն ինչպես հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց պարագայում լսողության խնդիր ունեցող անձանց դեպքում նույնպես աշխատանքի եւ զբաղվածության հարցը բավականին բարդ է, կապված է հատկապես խելամիտ հարմարեցումների ապահովման հետ, ինչը շատ կարծրատիպային է եւ դեռևս լավ էփված չի Հայաստանում։ Չնայած այն փաստին, որ կա 2023 թվականին կառավարության որոշում, որ յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում նաև լսողության խնդիր ունեցող անձինք, պետք է աշխատանքի վայրում կրթական հաստատությունում ունենան խելամիտ ապահովված լինեն խելամիտ հարմարեցմամբ, ամեն դեպքում դա դեռևս լրիվ իրականություն չէ եւ շատերը հենց խելամիտ հարմարեցման բացակայության պայմաններում դուրս են մնում եւ աշխատանքային եւ կրթական process-ներից։ Աշխատանքային միջավայրում սովորաբար լսողության խնդիր ունեցող անձանց հետ, եթե կնքվում է պայմանագիր, պետք է կից գրվի նաև դիմում, ըստ որի գործատուն պետք է լսողության խնդիր ունեցող անձին ապահովի համապատասխան խելամիտ հարմարեցմամբ։ Բայց ոչ միշտ է դա տեղի ունենում, մեր փորձից կարող եմ ներկայացնել, երբեմն գործատուն չի ապահովում խելամիտ հարմարեցումը եւ գտնում է այլ տարբերակ կամ գրավոր է։ Իսկ խելամիտ հարմարեցումը թարգմանչի ներկայությունն է թե խելամիտ հարմարեցումը որևիցե process-ում, որևիցե գործընթացում թարգմանչի ներկայությունն է եւ պայմանագրի կնքման պարագայում անհասկանալի ինչ-որ կետերի թարգմանության համար եւ աշխատանքային process-ում ժողովներ, չգիտեմ, հանդիպումներ գործատուի հետ, բոլոր այդ գործընթացներում պարտադիր է թարգմանչի ներկայությունը։ Մի փոքր խոսենք կրթության եւ մասնագիտություն ստանալու հարցի մասին։ Լսողության խնդիր ունեցող անձինք այստեղ էլ ինչ-որ խնդիրների առջև են կանգնում, այսինքն ինչ մասնագիտություն են հիմնականում ընտրում, ստացվում է կրթական ոլորտում իրացվել, շարունակել կրթությունը, որպեսզի հետագայում նաեւ աշխատաշուկայում ինչ-որ կերպ ներգրավել։ Կա մի կարծրատիպային մտածելակերպ, որ լսողության խնդիր ունեցող անձինք որևիցե ոլորտում իրենց ներուժը չեն կարող ցույց տալ եւ կարող են դիտարկվել ուղղակի որևիցե բանվորական գործողություններում աշխատանքում, բայց սա թյուր կարծիք է, որովհետև լսողության խնդիր ունեցող անձինք կարող են լինել լավ նկարիչներ, լավ լուսանկարիչներ, լավ ծրագրավորողներ, կրթության ոլորտում բավականին բարդ է, ուրեմն ես ներկայացնեմ 2023 թվականի մեր դիմորդների մասով կազմակերպության շահառու հանդիսացող 5 ուսանող կան այս պահին, շահառու չհանդիսացող շատ ուսանողներ կան իհարկե, որոնք նույնպես իրենց ուսումնական հաստատություններում չունեն համապատասխան խելամիտ հարմարեցումը թարգմանիչը։ Ուրեմն 2023 թվականին 3 երիտասարդներ դիմել են Երևանի հումանիտար տեխնիկական քոլեջ, այնտեղ սովորում են հաշվողական տեխնիկա բաժնում։ Չեն ունեցել թարգմանիչ, ի սկզբանե թարգմանչի աշխատանքը կամավոր հիմունքներով կատարել է մեր կազմակերպության թարգմանիչը եւ երկար հանդիպումներից, քննարկումներից, խնդրանքներից, գրավոր դիմումներից հետո նոր միայն 2025 թվականի մարտ ամսին այդ ուսումնական հաստատությունում մեր թարգմանչին տվեցին համապատասխան հաստիքը։ Մյուս կրթական հաստատությունը կնշեմ Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ակադեմիան, որտեղ ունենք մեկ աղջիկ ուսանող, այնտեղ նույնպես ինքը արդեն երկրորդ կուրսում է, էլի ունենք թարգմանչի խնդիր,
Երևի այս մասին կփաստեն բոլոր լսողության խնդիր ունեցող ուսանողները, ինչ խոչընդոտների են հանդիպում հատկապես կրթական process-ում, ունենք մի աղջիկ, ով արդեն ավարտել է մանկավարժական համալսարանը եւ այդպես էլ 4 տարի ինքը չի ստացել այդ խելամիտ հարմարեցումը։ Իսկ խնդիրը ո՞րն է թարգմանիչ չունենալու ռեսուրսի պակաս կա, դժվար է արդյոք այդ մասնագիտությամբ մարդկանց քանակն ավելացնել, թե ո՞րն է խնդիրը։ Ուրեմն ես նշեմ, որ Հայաստանում որպես այդպիսին ժեստերի լեզվի թարգմանիչ դառնում են լսողության խնդիր ունեցող անձանց ընտանիքի երեխաները կյանքի բերումով։ Մեր ոլորտում բոլոր թարգմանիչները հենց ընտանիքից դուրս եկած թարգմանիչներ են, ովքեր սովորել են այդ լեզուն եւ որևիցե փաստաթղթավորում չեն անցել։ Միգուցե որոշ թարգմանիչներ ունեն այլ մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթություն, բայց որպես այդպիսին ժեստերի լեզվի, հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչ որակավորում չունեն։ Այս մասին լուրջ քննարկումներ են հիմա գնում կրթության նախարարությունում եւ աշխատանքային խումբ կա, ով զբաղվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում այս բաժնի ստեղծման համար։ Հույս ունենք, որ հետագայում կունենանք համապատասխան որակավորված թարգմանիչներ։ Այս պահին Հայաստանում կա միայն Արտադրության նախարարության կողմից որակավորված եւ նոտարական թարգմանությունների համար նախատեսված թարգմանիչ 3 թարգմանիչներ են։ Մի առիթով ինձ պատմել էին, որ նախկինում լսողության խնդիր ունեցող անձանց համար հենց գործարաններ էին գործում, 7 գործարան կար կարծեմ, որտեղ իրենք հիմնականում աշխատում էին։ Հիմա որ ոլորտներում են աշխատում, դուք գիտեք, ներգրավվածություն առհասարակ մեծ է, թե շատ քիչ է ու խնդիրներ էլի լինում է, թե չէ։ Այո, եղել են ուսումնարտադրական ձեռնարկություններ, սովետական ինչպես բոլոր կազմակերպություններին կից, այդ ձեռնարկություններում աշխատել են ամենատարբեր մասնագիտություններով, լսողության խնդիր ունեցող անձինք եւ նաեւ լսող անձինք են համատեղ աշխատել, մի տեսակ ներառական միջավայր է եղել իրենց համար։ Այժմ ներգրավվածությունը հիմնականում իրենց ոլորտային, եթե նշեմ, որևիցե հատուկ ուղղվածություն չունեն, այնտեղ որտեղ որ իրենց աշխատանք կկարողանան գտնել իրենց համապատասխան։ Մեր կազմակերպությունը ունի հեռավար տեսակապով զանգերի կենտրոն, որի միջոցով եւ միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ աշխատանքի արդյունքում մենք կարողանում ենք գտնել աշխատանքի եւ զբաղվածության վայրեր եւ համապատասխան լսողության խնդիր ունեցող անձանց ուղղորդում ենք այդ ուղղություններով։ Երկու տարվա ընթացքում մոտավորապես 25 անձ տարբեր կազմակերպություններում, այո, տարբեր մասնագիտություններով աշխատում են։ Հատկանշական է եւ շատ կուզեին նշել մի հաջողված պատմություն Պղնձամոլիբդենի գործարանում հենց լաբորատորիայում ունենք մի աղջիկ լսողության խնդրով, ով շատ լավ տիրապետում է իր մասնագիտությանը, շատ լավ մասնագետ է, առաջատար մասնագետ է հիմա եւ երկար տարիներ է աշխատում այդ ոլորտում։ Իսկ իրեն թարգմանիչ տրամադրել են, թե իրեն թարգմանությունը ապահովել ենք հեռավար զանգերի կենտրոնի միջոցով, բայց մինչ այդ աշխատանքի ընթացքում նկատի ունեմ։ Աշխատանքի ընթացքում երբեմն այո զանգահարում են կենտրոն եւ ինչ որ հարցերի դեպքում մենք ապահովում ենք խելամիտ հարմարությունը հեռավար։ Իսկ ընդհանուր առմամբ մինչև զանգերի կենտրոնի լինելը արդեն ինքը աշխատանքի է անցած եղել։ Իսկ խնդիրները հիմնականում այդ հաղորդակցության հետ կապված են, որ թարգմանիչ չկա, թե ամեն դեպքում ինչ-որ կարծրատիպային մոտեցում էլ կա գործատուների մոտ։ Կա կարծրատիպային մոտեցում, բայց նաև շղթայական գալիս է թարգմանիչների պակասը, միգուցե եթե ռեսուրսները ավելի շատ լինեն եւ բոլոր ոլորտներում ունենայինք թարգմանիչներ, միգուցե ավելի հեշտ կլիներ նրանց աշխատանքի եւ զբաղվածության հարցերի լուծումը։ Շղթայական կապ ունի միմյանց հետ եւ աշխատատեղերում գործատուի կողմից կարծրատիպային վերաբերմունք հաշմանդամություն ունեցող անձին եւ նաեւ թարգմանիչների շատ քիչ քանակը։ Իսկ օրենքով ինչ որ քվոտաներ կամ այսպես ճակերտավոր ասած պարտադրանք կամ ինչ որ օրենսդրական նորմեր կան, որով ինչ-որ կազմակերպություններ կամ պետական հաստատություններ պարտավոր են նաև ներգրավել աշխատանքի լսողության խնդիր ունեցող անձանց, թե ոչ։ Կա մի այսպիսի
օրենք, այո, որ գործատուն, եթե հաշմանդամություն ունեցող անձանց հետ է աշխատում, համապատասխան որևիցե հարկային արտոնություններ են տրամադրվում։ Մենք օրինակ մեր կազմակերպությունում ունենք 17 հաշմանդամություն ունեցող անձ, լսողության խնդիր ունեցող աշխատակիցներ։ Մենք կոչ ենք անում, որ բոլոր գործատուները դուրս գան այդ կարծրատիպային վերաբերմունքից, գնահատեն լսողության խնդիր ունեցող անձանց ներուժը եւ համապատասխան աշխատատեղեր առաջարկեն, որովհետեւ նրանք, ինչպես նշեցի սկզբում, շատ հրաշալի մասնագետներ կարող են լինել տարբեր ոլորտներում, եւ ծրագրավորման, եւ նկարչության, եւ չգիտեմ, ցանկացած ոլորտում իրենց ներուժը կարող են ցույց տալ։ Եվ զրույցը ամփոփելով, որպեսզի ավելի երևա, որքան թիրախային խոցելի է այս խումբը, եթե մարդ չի գտնում լսողության խնդիր ունեցող անձը չի գտնում աշխատանք, ոնց է հոգում իր կարիքները, կամ ներգրավված չէ հասարակական կազմակերպությունում, ոչինչից չի օգտվում, ինչ որ արտոնություններից, ինչ որ ծրագրերից, թոշակը բավարար է արդյոք հասուն մարդուն ինչ-որ մինիմալ կենսական պահանջներ լրացնելու։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բավականին ցածր է նպաստի չափը, չեմ կարծում, որ դա բավական է մեկ ամսվա կենսական պահանջները ապահովելու համար եւ այդ պատճառով առավել շատ մենք նպատակ ունենք աշխատելու հենց միասնական սոցիալական ծառայությունների հետ, որպեսզի համապատասխան աշխատատեղեր գտնենք եւ օգնենք այն անձանց, ովքեր որ ինքնուրույն չեն կարողանում գտնել այդ աշխատատեղերը եւ կարողանան իրենք էլ համապատասխան վայրերում աշխատանքի անցնել։ Շնորհակալ եմ Արևիկ։ Ես եմ շնորհակալ։